Բարև բոլորին, այսօրվա մեր հյուրը մի կին է, ով աշխարհին հիշեցրեց մի պարզ ճշմարտություն. եթե մենք չենք պաշտպանում բնությունը, բնությունը չի կարող պաշտպանել մեզ։ Նա գրեց գիրք, որը ցնցեց ամբողջ աշխարհը և դարձավ բնապահպանական շարժման սկիզբ։ Բարի գալուստ մեր հաղորդում տիկին Ռեյչել Կարսոն։ Շնորհակալություն, շատ հաճելի է այստեղ լինել։ Ես միշտ ուրախ եմ խոսել այն բանի մասին, ինչը մեր բոլորի տունն է, երկիր մոլորակը։ Տիկին Կարսոն, պատմեք, ինչպես սկսվեց ձեր հետաքրքրությունը բնության հանդեպ։ Ես մեծացել եմ Միացյալ Նահանգների փոքր գյուղում։ Մանկությունիցս բնությունն ինձ համար ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր գիրքն էր։ Ես ժամերով դիտում էի թիթեռներ, լսում էի թռչունների երգը, գրում էի փոքր պատմություններ կենդանիների մասին։ Այդ ժամանակ էլ հասկացա, բնությունը չի խոսում բարձր, բայց նրա լռության մեջ կան հազարավոր պատմություններ։ Շատ գեղեցիկ է ասված, բնության լռության մեջ կան պատմություններ։ Իսկ ի՞նչն էր ձեզ ստիպեց գրել ձեր հայտնի գիրքը «Լուռ գարուն»։ Մի օր նկատեցի, շատ գյուղերում գարնանը թռչունների ձայներ չկային։ Փոխարենը մարդիկ օգտագործում էին տիվ կոչվող թունակի միկատներ, միջատները ոչնչացնելու համար։ Բայց այդ նյութերը ոչնչացնում էին ոչ միայն միջատներին, այլ թռչուններին, ձկներին, նույնիսկ մարդկանց առողջությանը էին վնասում։ Այդ տեսարանը, լուռ գյուղերը, առանց թռչունների երգի, այնքան տխուր էր, որ ես պետք է խոսեի դրա մասին։ Այդպես ծնվեց «Լուռ գարուն» գիրքը։ Ձեր գիրքը իսկապես հեղափոխական էր։ Բայց ճիշտ է, որ այն ժամանակ շատերը փորձեցին ձեզ լռեցնել։ Ճիշտ է։ Շատ ընկերություններ, որոնք վաճառում էին քիմիական նյութեր, փորձում էին ինձ ներկայացնել որպես չիմացող կին, ով վախեցնում է մարդկանց։ Բայց ես գիտեի, որ խոսում եմ ճշմարտությունը։ Ես գիտնական էի, իմ փաստերը հիմնված էին ուսումնասիրությունների վրա։ Ես չէի կարող լռել։ Ոչ, երբ ես գրում էի, պարզապես ուզում էի, որ մարդիկ ուշադրություն դարձնեն։ Բայց երբ տեսա, որ դպրոցներում, համալսարաններում, նույնիսկ կառավարություններում սկսեցին քննարկել բնապահպանությունը, ես զգացի, որ իմ ձայնը լսվեց։ Դա ամենամեծ պարտքն էր։ Այսօր աշխարհը կանգնած է նոր բնապահպանական խնդիրների առաջ՝ կլիմայի փոփոխություն, պլաստիկի աղտոտում, անտառների ոչնչացում։ Ինչ կասեիք մեզ այս ժամանակների երիտասարդներին։ Ես կասեի, երբեք մի մտածեք, որ դուք փոքր եք ինչ-որ բան փոխելու համար։ Ամեն մեծ փոփոխություն սկսվել է մի փոքր քայլից։ Եթե մեկ մարդ ծառ է տնկում, մյուսը աղվ է մաքրում, իսկ երրորդը պատմում է մյուսներին բնության մասին, դա արդեն հույս է։ Բնությունը մեզ պետք է, ոչ թե որպես տերեր, այլ որպես ընկերներ։ Դա հիանալի խոսք էր։ Իսկ եթե մեկ նախադասությամբ ուզեիք ասել, ինչ է բնությունը ձեզ համար, ինչ կասեիք։ Բնությունը կյանքի ելքն է։ Եվ եթե մենք չլսենք այդ ելքը, մի օր աշխարհը իսկապես կարող է դառնալ լուռ գարուն։ Շնորհակալություն տիկին Կարսոն, ձեր խորը անկեղծ խոսքերի համար։ Սիրելի ունկնդիրներ, հիշեք, մեր մոլորակը մեր միակ տունն է, այն մաքուր պահելը բոլորիս պարտքն է։